Սիրելի հետևորդներ եւ սիրելի հանդիսատես, ամսի 28-ին հենց այս ամսվա Սարի թատրոնում Հայաստանում արդեն կբացվի սեզոնը թատերական խաղամ ստենդափ and jazz ներկայացում որ հաջողությամբ խաղացի այստեղ նաեւ կբացեմ սեզոնը կամերային թատրոնում հուլիս ամսին մի խոսքով կհանդիպենք հետևեք էջերիս եւ կիմանաք ավելին բարև ձեզ Մատվիենկո Լիտվինենկո չէ ոնց է Մատվիենկո Կիրիենկո հա Դարքիրա ով է իրենցից ավելի ուկրաինացի կամ ով է իրենցից ավելի ռուս մի անգամից հիշեցի այն անեկդոտը երբ որ մի ասերական ընտանիքում մի երեխա է դաստիարակվում եւ հայացից ուզում է կանչի կամ մամային կամ պապային ասա մամա էտո պա մապա չգիտի որնա մաման որնա պապան չգիտի ում կանչի որ մեկին ինչ ասի ասում да кто вас пидорасов поймет кто из вас мама кто из вас папа Հիմա մենք է չհասկացանք ուկրաինացի են դրանք ռուս են չէ շուրտված ուկրաինացի կեն երևի ռուս են իրականում կրեմլյան այսպես ասած մեր թշնամիների բաներն են, հա, պաշտոնյաներն են, որ ասում եմ կրեմլյան թշնամին է, դա ամենևին էլ չի նշանակում, որ ռուսներն են մեծ թշնամի, որտեղ հասարակ ռուս ժողովուրդը գիտեք, ես շատ նորմալ եմ վերաբերվում, նաև վերաբերվում է նորմալ մեր հասարակությունը, դրան ինչպես տեսնում եք ապացույց գինու փառատոնը, որտեղ մեր ռուս բարեկամները շատ նորմալ զգում են իրենց, ուտում, խմում են, ուրախանում են, ոչ մի թշնամանք չկա, բայց հայ հասարակությունը, ժողովուրդը, հայ հասարակության ամենապրոգրեսիվ մասը, այն մասը, ով որ ունի ուղեղ արժանապատվություն, նա իհարկե Կրեմլը համարվում է, այսօրվա Կրեմլը համարվում է իր թշնամին։ Եվ ոչ միայն, որ նա չկատարեց իր պարտականությունները, որ թղթով ամենագրված էր, երբ որ նա հարձակվեցին Հայաստանի վրա եւ գրավեցին Հայաստանի սովերեն տարածքներից տարածքներ, Կրեմլը չարձագանքեց, անգամ գնահատական չտվեց, հա, այդ հապկացածը, այլ նաեւ նա համար, որ այժմ, մինչեւ այժմ Կրեմլը շարունակում է իր հիբրիդային պատերազմը Հայաստանի հանդեպ։ Հետաքրքիր է, որ դրա մասին հենց նշեց Ալեն Դելոն Սիմոնյանը, ասում էր դրա մասին, որ Կրեմլը տանում է հիբրիդային պատերազմ իր մեդիայում, իր պաշտոնյաների շուրթերով, նույն Զատուլին կա, չէ, մի հատ, որ ասում են հայ ժողովրդի բարեկամ, Զատուլին, այո, նա էր բարձրացրել հենց հայոց ցեղասպանության հարցը Դումայում, եւ եթե նա չլիներ, ոնց պիտի ապրեինք մենք, ու եթե Ռուսաստանը չընդուներ հայոց ցեղասպանությունը, ոնց պիտի ապրեինք, հա, պիսի մարդիկ էլ կան, այդպես են մտածում, Եվ հենց այդ մարդկանց շուրթերով հենց իրանց գլուխներ են հայտնվում մեր հերոսացույցներում եւ նրանք են հենց հիբրիդային պատերազմ են տանում Հայաստանի հանդեպ հայհոյելով ոչ միայն իշխանությունը, այլ են վիթխարի ընտրազանգվածը, որ ընտրել է այդ իշխանությանը։ Դու գիտեք, որ իշխանությունը այսօրվա իմ աչքի լույսը չի, ես համարում եմ, որ նա պիտի փոխվի, ես համարում եմ, որ նա ապիկար է, որ նա անշնորհք իշխանություն է, որ նա վատ իշխանություն է, կառավարել չի կարող եւ այլ, բայց փաստը մնում է փաստ, մարդիկ իրենց ընտրել են եւ հայհոյելով այդ իշխանությանը, եթե դա դրսից է արվում, հա, ես դա իրավունք ունեմ, իրանք չունեն, դրսից է արվում, ուրեմն դուք հայհոյում եք նաեւ հայ ժողովրդին, դա է շատ վատը, հա Եվ հետաքրքիր է, որ հենց նույն Սիմոնյանը երկակի ստանդարտների մի փայլուն օրինակ ցույց տվեց, ասելով, որ հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստան Հայաստան դեմ, բայց փունջ ծաղիկներով գնաց Տիկին Մատվիենկոին, թե Լիտվինենկոին ոնց ազգանոց, չգիտեմ, այդ կնգան, այդ ծոցին բան արեց, դիմավորեց այրոպորտում, ասում են կադրերը չեմ տեսել, բայց ասում են ծաղիկ էր արել Այդ խեշ կնան երբ էին վերջի անգամ ծաղիկն է վիրել Ուրախաց էր այրել, էլի Ալենի նման սիրուն տղեն
ծաղիկ է տարել։ Ես չգիտեմ, պարոն Սիմոնյանը կուլիսների հետևում ինչով է զբաղվել այդ կնոջ հետ, ինչ է խոսել։ Արդյոք ասել է, որ այո, դու գիտեք, որ ձեր պետությունը մեր պետության հանդեպ տանում է հիբրիդային պատերազմ։ Դու գիտեք, որ դուք ստոր եք եւ այլանդակ։ Դու գիտեք, որ դուք ոտնձգություն եք կատարում Հայաստանի սուվերենության հանդեպ։ Դու գիտեք, որ դու ասում եք մի բան, անում եք մյուս բան եւ այլն եւ այլն։ Ասել է դա Ալեն Սիմոնյանը այդ կնոջը, թե բավարարվել են երկստեք կոմպլիմենտներով եւ հետո Ալեն Սիմոնյանի կինը ստերեոյթին սկանդալ է արել Ալեն Սիմոնյանի գլխին, որ ինչ գործ ունես այդ մեծ կնգա հետ դու բան, այդ ծաղիկներով բան։ Դա իհարկե կատակ էր, անհաջող, հա։ Չգիտեմ, ամենակարևորը կուլիսների հետևի խոսակցությունն է, մենք գիտենք, չէ, որ մեզ միշտ հասնում է ընդամենը 30% այն ինֆորմացիայի, որը որ մենք պիտի իմանանք։ Նոր լսեցի մի հատ Հայկ Խալատյան կա, այտենց կրեմլյան խոսնակներից մեկը հայ ազգանունով, բայց այդ սոֆթի մեջ այն, այտենց Մարգարիտա Սիմոնյան չի բան, չի, այտենց մի քիչ, հա։ Խոսում էր, թե դե ճիշտ է եղան պրոտեստներ, ինչպես Լավրովի, այնպես էլ այդ կնոջ Լիտվիենկոյին Սիբիլա, в общем, դրա հանդեպ, բայց մենք գիտենք, որ դա նույն մարդիկ են, որոնք որ աֆիլիացված են պետության հետ։ Խոսքը ստերեոյթին Արման Բաբաջանյանի մասին էր, որը որ էլ հավաքել էր շո մարդկանց, եւ ինչ որ քաղաքացիներ էլ բնականաբար միացել էին այդ ակցիային։ Ուրեմն իմացեք մեկ են մի ժողովուրդ, ես ձեզ չեմ ասում, իհարկե ասում եմ այդ Խալատյանին եւ մյուս, այսպես ասած, ռուսական դիրքորոշումը պաշտպանողներին։ Ժողովուրդը դուրս չի գալի միտինգի եւ բողոքների ոչ թե դրա համար, որ ասենք բանա օրգազմիկ զգացմունքներ ունի, զգացողություններ ունի Կրեմլի հանդեպ, այլ դա համար որ ուղղակի ապաթիայի մեջ է։ Ժողովուրդը վաղուց արդեն չի բողոքում ոչ մի բանից, հոգնել է ձեզանից էլ, իր իշխանությունից էլ, բոլորից էլ հոգնել է դրա համար, բայց դյուզն անգամ չկասկածեք, որ դուք ստոր եք, դյուզն անգամ ռուսները չկասկածեն, ռուսները չէ, Կրեմլը, որ հայ ժողովրդի զգալի մտածող մասը իրենցից զզվում է եւ հետդարձի ճանապարհ չկա։ Մենք համագործակցենք իհարկե, ես շատ եմ ուզում որ համագործակցենք Ռուսաստանի հետ մշակութային դաշտում։ Արևտրի ինչի որ դե մեկը բան չեմ հասկանում, ասենք արևտուրայի մա իրանց ապրանքը տոտանեն ծախեն, եթե կարան իհարկե, բայց որպես քաղաքական պարտնյոր, որպես ռազմական պարտնյոր իհարկե Ռուսաստանին դիտարկելը դա մանկամտություն այսօրվա դրությամբ եւ բոլոր այն մարդիկ, այն քաղաքական գործիչները, ովքեր որ սենց ասում են, չէ Ռուսաստանից դենը ոչինչ չկա, թույլ տվեք այդ քաղաքական գործիչների հետ չհամաձայնվել, որովհետև Ռուսաստանը դա մի մեծ զզվելի կայսրություն է, որը որ երբեք իր ժամանակին իր բաներին, գաղութներին երբեք շնչել չի թողելու, երբեք չի թողի, որ նրանք անջատվեն, այսինքն կանի ամեն ինչ, որ չթողնի։ Կստացվի դա մեր հայ ժողովրդի մոտ, թե չէ, դա արդեն մեզանից է կախված, որոշ չափ մեզանից է կախված, պարզ է, նաև մեր դրսի պարտիորներից, որոնք որ բավականին այսպես ցելի սողուն բան ունեն, քաղաքականություն ունեն մեր նկատմամբ, բայց իհարկե հասարակությունից շատ բան է կախված։ Ես իհարկե կուզեի, որ այդ միտինգներին լիներ, չգիտեմ, մի կես միլիոն մարդ, ասենք, որպեսզի ես չհաչային Կրեմլից, որ դե լավ դնի 200-300 հոգի մարդն է Արման Բաբաջանյանն աֆիլիացված է բանի պետության հետ ինքն է հանե իրանց, դե մենք էլ հո գիտենք բան չէ, որ հայ ժողովուրդը տես չի մտածում։ Իհարկե կուզեի, որ մի կես միլիոն մարդ դուրս գար, բայց եկեք արձանագրենք sense մի բան, որ ժողովուրդը դուրս չի գալի, ոչ թե դրա համար, որ սիրում է Ռուսաստանը, այլ դրա համար, որ ուղղակի զահլա չունի։ Շատ կարևոր թեմա է նաև թեմա, որ Իլոն Մասկը Թրամփի հետ կռվեց։ Շատ հետաքրքիր է, նայում ես փուչու երեխեք են։ Ամենասկզբից էլ ահագին վերլուծաբաններ ասում են, որ վերջը կռվելու են, էլի նրանք վերջը կռվելու են։ Այդ չի կարա տես տանդեմ լինի, էլի քաղաքական գործիչ եւ բիզնեսմենը, ինչպես է Բիրիզովսկին եւ Պուտինը։ Հետո եթե չեմ սխալ, Բիրիզովսկի գլուխը կերավ Պուտինը։ Հիմա տեսնենք ով գլուխն ա ուտելու, բնականաբար ոչ մի բան չի ստացվելու։
իրենց մոտ, հա, այդ է տարկի թեման, տեսնենք թե ինչպիսի զարգացումներ կլինեն, ուղղակի զուտ ասենք կողքից նայելու հայացքով, հա։ Եվ իհարկե միշտ մեզ բոլոր հայերիս եւ այստեղ եւ հայրենիքում ընտրությունների հարցն է շատ հուզում, որովհետեւ Ռուսաստանը հիմա ավելի ակտիվ է նախընտրական կոմպանիան սկսել, քան թե Հայաստանում է այդ ամեն ինչը կատարվում։ Ամբողջ մեդիան խոսում է դրա մասին, դու посмотрим, что будет 26-го, посмотрим, թե ինչ այլանդակություն, ինչ պորնոգրաֆիա են մտածել դրանք մեր գլխի խաղան, ինչ են անելու, ում են բերելու են, թե թողնելու են էս մի հարմարին, չգիտեմ, շատ բարդ ժամանակ է սկսվելու 26-ին, եւ ես ուղղակի կոչ եմ անում բոլոր արտախորհրդարանական ուժերին, եթե դուք կաք ընդհանրապես մի քիչ հելեք ջրի երես, մի քիչ երևացեք, որպեսզի այս խեղ ժողովուրդը կարողանա ձեզանից ինչ մեկին ընտրի, թե չէ էլի իննելու ենք հնի ու նորի արանքում ու ասենք էլի տենց լինի այն զզվելի գաղթ վիճակը, ինչ որ հիմա է։ Նույն ասենք պետություն բանն իշխանությունն անելու, որ ասի մենք դիվերսիֆիկացիա ենք անելու մեր բաները, բայց ոչ մի բան չանեն, ասելու որ հեսա գնացինք Եվրոպա օրենքն էլ կընդունենք, բայց օրենքը կծալենք, կդնենք համակների տակ կնստեն վրեն։ Կասեմ որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է հայտարարել, բայց ծաղիկները ձեռը սիրամարգի պես փոչս էս թողած գնան կհանդիպեն այդ կնոջը, իզուր տեղ շունես հաչացնում վրեք, հասկանում եք, հա, ամոթած աստղա է, ինչ գործ ունեց, մեծ պարավ կնիկա, ինչ գործ ունեց, վերենգի տեղը տել, հա, կլնենք էլի նույն վիճակում ժողովուրդ ջան, դրա համար եկեք մեր գոտկատեղից ներքև գտնվող այդ մասը մի քիչ շարժենք, աթոռներից փոքենք եւ մտածենք ինչ ենք անելու, վիբրի նիզագարամի, հա մի հատ էլ շատ լավ թեմա կա, չգիտեմ այսօր կհասցնեմ թե չէ, երևի թե չհասցնեմ, ուզում եմ խոսել Ռուսաստանի մասին, թե ինչ է լինելու, երբ որ պատերազմը ավարտվի եւ երբ որ վերադառնան պատերազմից այդ մարդասպանների եւ մարդակերների մասան Ռուսաստան, հա, գաղութից ազատված, բան տենց անձեր, անվոտ, ալկոգոլիկ, նարկոման, բան տենց, որ կնիկները հազիվ ուրախացել են, որ գնացել են դրանք, որ գոնե լվացքի մեքենա կտան, բայց չեն զոհվել, հա, այդ դրանք վերադառնան, ինչ կլինի, որովհետեւ նույն բանն է Ուկրաինայում անելու իհարկե, բայց Ուկրաինայում գոնե մարդիկ իրենց հողներին պաշտպանում։ Լավ, դա լրիվ առանձին թեմա է եւ խոսք եմ տալի, որ դրա մասին կխոսեմ։ Իսկ հիմա գրանցվեք ալիքից, տարածեք այս վիդեոները, լայքեր դրեք եւ երջանիկ եղեք, եթե կարողանաք։ Իսկ ես կնոպկել ման կամ կնոպկել կնոպկել